Ժողովուրդ մայիսի 18-ին ժամը 7:30 եկեք սաղը Grand Stage Stand Up and Jazz Կարոս Արաքյան և Արմեն Բաբասյան և երգեր ձեր խոնարհ ծառան եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնեք լավ օր ունենաք մոռացեք ձեր բոլոր խնդիրները տոմսերը թիկետ մի գնում առեք եկեք մի քիչ իրար ուրախանակ ինչ եք նստել դուք քեզ բան Take a lap swing of an empty lap swing Dolly, you will never go away Hello, Dolly, this is Louis Dolly, it's so nice to have you back where you belong You're looking swell Dolly, I can tell Dolly, you're still glowing, you're still glowing You're still going slow I feel the room swing while the band plays Our old favorite song, we come back So take a rap spell Find an empty lap spell Darling, we'll never go away again Երբ որ մարդ ապրում է կենթանիների մեջ, նա դառնում է կենթանի Դա այդպիսի բազմաթիվ օրենքներ կան, հանձինս Կիպլինգի շատ հայտնի հերոս Մաուգլի, հա, որ հետո էլ հետ չի կարող կա այդպիսի բաներ կան աշխարհում, երբ որ երեխաները ընկնում են կենթանիների մեջ, անասունների մեջ են մեծանում, հետո տենց էլ մնում են եւ էլ հետ չեն գալիս։ Եվ հիմա շատ ցավալի բան ենք մենք տեսնում մեր երեխաների հետ, բարև ձեզ։ Գրանցվեք ալիքի սիրելիներս, լայքեր դրեք, տարածեք այս եթերը, ամսի 18-ին եկեք իմ ներկայացմանը Տոմսերը Grand Stage-ում տիկետ-միկետում վաճառվում են։ Տեսեք, հիմա այդ դպրոցում ինչ որ կատարվեց, մենք հիմա նայում ենք, որ չգիտեմ, ես որ դպրոցում ինչ որ մի ուսուցչի հետ ինչ որ մի խնդիր է լինում եւ ճիշտ ասած առանձնապես չխորացա, որովհետեւ շատ դժվար է միակողմանի նայել ով է մեղավոր, ով չի մեղավոր։ Ես ուղղակի տեսա այդ երեխաներին, որոնք որ շատ փողոցային բառապաշարով խոսում են հորս սարև, մորս սարև, հա, և հասկացա, որ մենք այս սերունդը կորցրել ենք, կարելի ասել, այո, այդ սերունդը, որը որ մեծանում է գողական, մեծանում է փողոցային բարքերով, ես էլ եմ փողոցում մեծացել, բայց դե ոչ միայն ես, շատերը իմ սերնդակիցներից մեծացել ենք փողոցում, բոլորս էլ փողոցի արդյունք ենք, բայց կար նաև ընտանիք, կար դպրոց, կար, չգիտեմ, տարբեր տեղեր, որտեղ որ դու քեզ թույլ էր տալի կամ թույլ չէր տալի ինչ-որ մի վարք, ամեն տեղ գիտեր քեզ ոնց պահել, հա, ասենք, եթե, բայց մեր երեխաները դա չգիտեն, դա կարելի է տեսնել ամեն մի քայլափոխին, երբ որ կարող են փողոցում մեծ մարդու տեսնել, ասել բարև ցավը տանեմ ու ձեռը առաջինը մեկնել։ Հիմա արի այդ երեխուն բացատրի, որ տղա ջան, բալիկ ջան, ձեռքը առաջինը երեխան չպիտի մեկնի, եթե քեզանից մեծ մարդ է, ինքը պիտի ձեռքը տա, եթե ուզում է իհարկե, եւ դու պետք է ձեռքը սեղմես, եթե այդ մեծը թույլ է տալի, որպեսզի դու սեղմես իր ձեռքը։ Լիքը դա կանոններ կա, բաներ կա, որի մասին խոսել անիմաստ է եւ բնականաբար մեր երեխեքը դա չգիտեն։ Վայ կոֆե խմում, բաժակը կանաչա, անգամ է ռոզովի էր։ Հա, տենց հետևորդներ կան, չէ, տենց ապուշ բաների են նայում, ասենք, չեն նայում, ինչի մասն եմ խոսում, նայում ինչ արեցի։ Ինչեր է։ Հա, տենց, գիտեք, դա համընդհանուր խնդիր է, սերունդ կորցնելու եւ եթե իշխանությունը չունի տեսլական, եթե չունի, այսպես ասած, ծրագիր մարդ դաստիարակելու, ինչպիսի մարդ, ինչպիսի քաղաքացի ենք մենք ուզում ունենանք Հայաստանում, եթե դա դու չունես, ուրեմն դու կունենաս այն խաժամուժը, ինչ որ դու ունես հիմա։ Իսկ այն որ չունենք մենք այդ ծրագիրը, դա հաստատ է, դա երբ որ նայում ես մեր ազգային ժողովի պատգամավորների իրար հետ շփվելը, հասկանում ես, որ խնդիրը համընդհանուր է,
ընդարձակված խնդիր է մի հատ եւ համատարած է։ Խնդրեմ, չգիտեմ, Քոչարյանի տղեն եսիմ ինչ ասեց, սրանք եսիմ ինչ արեցին ու արդեն 2 րոպեից մոռանում ես ով ասև, ով ասպիտակ, այսպես ասած, եւ բոլորի բառապաշերը դառնում է գրեթե նույնը։ Հետո ես հիշում եմ դուրս եկավ պարոն Թորոսյանը, դուրս եկավ Քոչարյանի տղային սկսեց նախատել եւ հետո ասեց որ այնով որ ինձի ասի թուրք իրա մերն էլ հերն էլ պիտի տենց հելել ասած իրա բերանն էլ դե ախպերանա իրա մաման էլ դե բաման ու սկսել ասենք դենց ոնց որ հայաթում են խոսում սպասում էի բայց չասեց երևի բանը տատս էր ասում մարդ որ քուֆուր չդա բողմա կընկնի բողման գա վերևի խեղճը չկարողացավ մինչև էր խոսել եւ հետո պարոն Ռուբինյանը այդ արկիր բաներ ասեց ասենք վեր կացավ սկսեց խոսել էլի տենց Քոչարյանի տղու մասին թե ինչ որտես մի հատ մի եշություն էր գիտեք ինչն է այդ արկիր օրինակ նա ամեն մեկը այդ դեպուտատներից որը որ սվում է մեր հարկերով ունի իր գործը այդ նույնն է պարոն Ռուբինյանը զբաղված է Թուրքիայի հետ արտաքին գործերի նախարարության հետ ինչ որ բանակցություններ անում ու օրինակ ես հասարակ մարդ հա քաղաքականությունից բան չեմ հասկանում բայց գիտեմ որ ասենք մարգարայի կամուրջ կա որ պետք է բացվի ու ես էլ իմ ասենք ապրանքը կուկուռուզը տանելու եմ ընդ ծախեմ կամ ընդ ինձ բերելու են ես առնեմ ու այն պաշտոնյան որը որ պետք է դա անի կանգնում է ամբիոնին դու ես միասեմ ասում հնկնիկ լամիսուս արա լեմիա տարեք արեք Ռուբինյանը խոսում է այն մարգարայի կամուրջը որ ասում էր պետք է բացեն բանը մի հատ եկեք լսենք ու ինչ լսում է որ Քոչարյանի տղեն ես իմ սրա ես իմ ինչը յանա ինչը ու ես քեշ մարտս ես նայում ասով այ քու բայց վարկս վեկալել էի բա ջերմոցս սարքել էի բա կարծում էի ես կամուրջը պետք է բացվի որ ես են ու այդ քեշ մարտի մա ինչ մտածի դե դու вообще խեք ընդ նստած որ մեր երիտասարդներին ցույց տալ ոնց է պետք քֆուր տալ ես կարամ սովորացնեմ իրաց պետք չի դրա համար փող ստանալ պետք չի նստած են այնտեղ ու իրար միս են ուտում եւ զարմանում ենք որ այսինչ համարի դպրոցում մի ուսուցչի հանդեպ բռնություն է կամ այդ ուսուցիչն է միգուցե բռնություն արել բան չգիտեմ եւ երբ որ միացնում լսում ես այդ բառամթերքը այդ ամենը սիթդ խառնում այն որ երեխեք են որոնք որ գողը գները հորը սարև մորը սարև մաման sense բաներ են ասում ու այդ հորը սարև մորը սարևը բաղ գնալու է բանակ պատկերացնում եք, բաղ գնալու է բանակ, ու այն ընտանիքի երեխեն, որը տենց չի, որ տենց հորը սարև, մորը սարև չի, պետք է այդ երեխոյը ծառայի, ու ոնց եք կարծում, ասենք, այդ ինչ, որ մեկն է իրանցից հետո ինքնասպան լինելու։ Իհարկե այն երեխեն, որը որ հորը սարև, մորը սարևով չի մեծացել, հասկանում եք, ինչն է խնդիրը։ Դուք հասկանում եք, որ դա ոնց ասեմ, երիտասարդության դասերակցությունը դա ազգային անվտանգության երաշխիքն է, ասենք հասկանում եք, որ դա այդ է մեր ասենք պետություն ունենալու իմաստը դա է, որ դուք մարդ դաստիարակեք, բայց մարդիկ, որ ձեզ անայեմ ազգային ժողովում նստած, որ սենց պանյատկեք ու բանով բան, նախ եւ առաջ ինչ եք ուզում Քոչարյանի տղուց, Քոչարյանին դուք եք բերել սիրելի քպեներ, Քոչարյանին դուք եք դարձեք քաղաքական գործիչ, դուք եք հետո գործ սարքեք կամ բարթեք կամ գտեք, չգիտեմ Քոչարյանի տղու վրա կամ ծեծել եք, եսի ինչ եք արել, հետո բանա, հետո ինքն էլ ձեզանից պաշտպանվելու համար, որ պետք է չետա բանտ նստի, եկեք դարելա падգամա, որ դուք հասկանում եք, որ դուք եք դա անում սա։ Այդ մարդիկ իրանց համար ապրում էին, ինչ ա եղել։ Ապրում էին էլ իրանց համար։ Եթե չեք կարողանալու ոչ մի բան անել, չի դարձեցի քաղաքական գործիչ, ու հիմա դժգոհում եք։ Հիմա դժգոհում են, видите ли, ինքը պաշտպանվում է, բալավ անում։ Պաշտպանվում է։ Դու ով էիր, որ դու եթե քո հերը չլներ, բան ախպեր գիտենք, հա, հասկացանք, էտել ենք անցել, գիտենք, հա։ Հա, ինքը ոչ մեկ, ինքը տղա է ուղղակի, լավն է բիլակավոր բիլայններով, այսպես ասած։ Տղա է, որը որ պաշտպանվում է, եկենք էլ հանդե, ու ասենք բան արել։ Պաշտպանական գործողություններ անում ձեր դեմ։
Իսկ դուք ինչ եք, դուք զբաղված եք բոսյակությամբ, իրար հետ կռիվանելով, իրար հայհոյելով, իրար բան, այս երեխեքները դպրոցին նայում են, ասում են դե որ տենց է այդտեղ, մեզ ինչ ա եղել որ, մենք էլ ենք այդպես, բայց ովեր, էտա, խնդիրը դա է, հասկանում եք, խնդիրը դա է, որ ասում են բանը, գողական սերիալները փչացեցին մեր այսպես ասած երիտասարդությունը, բան, հա, իհարկե գողական սերիալները նույնպես փչացեցին մեր սերունդը։ Ահա, բայց այն օղակը, որ պետք է գողական սերիալները ուղղորդեր, չգիտեմ, դրա տեղը մի ուրիշ մի բան հովանավորեր, որ բալանսավորման ինչ-որ քաղաքականություն տաներ, մշակութային, ովքեր էին։ Բաների մշակույթի նախարարության պետական հեռուստատեսության եսին զահռումարի եսիմ ինչ օղակներ, որոնք որ դա չարեցին, չէ, բա ինչ եք զարմանում, որ տենց է։ Ախր ամեն ինչ այնքան պարզ է, եթե դու ուզում ես տանձ ես աճացնում, ուզում ես խնձոր ես աճացնում, վերջ։ Դուք աճացրել եք աղբ, սիրելի բոլոր իշխանությունները աճացրել են աղբ, գիտեք ինչ, յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ ամեն ինչ կա, աղբել կա, լավն էլ կա, վատն էլ կա, ուղղակի որ աղբը շատանում է, լավը գնում է մեջտեղից, լավը փախնում է, արտագաղթում է, ինքնասպանալնում բանակում եւ ոչ միայն բանակում, ինֆարկտից բանից մեռնում է, ոնց որ ասենք Արմենը մեռավ եւ այն մյուսները ադրամացին արել եմ եթերեր, կամ ուղղակի արտագաղթում է ինքը իր մեջ մտնում է տուն, դուռը կողպում է, ու ասում է թքած ունեմ սաղի վրա, էդ էլ է արտագաղթ։ Դուք գիտեք, որ մեր մտավորականության զգալի մաս է, որ մենք քիչ չեք խոսում, այ հենց այդ մարդիկ ուղղակի արտագաղթել են։ Իրանց բնակարաններ, փակվել են իրանց բնակարաններում, անջատել են հեռուստացույց ամեն ինչ, ու ասենք իրանց համար ստեղծագործում են, թքած ունեն ամեն ինչ, որ տեսնում որ շիման հնարավոր չի անել։ Էդ էլ է արտագաղթ։ Եվ այդ արտագաղթը շարունակվում է, որովհետև մենք այնպես էլ չկարողացանք ձևավորել մի այնպիսի իշխանություն, որը որ ձևավորի մեր հասարակությունը, ասի որ նա լավ, որ նա վատ, իր օրինակով, հավայի հեծանիվ քշելով, գիտեք, ասենք տենց լավ կլորիկ, տենց ռազմերներ ունենալով նստել հեծանիվ և քշել, որ ոչ հեծանիվի ճանապարհ կա, ոչ բան կա, բան ու ասել, որ դա հեծանիվ քշելը դա լավ բան է, այտենց չի փոխվում, հեծանիվի համար դառնոճ են սարքում, հատուկ կանոններ են մշակում, այ ոնց որ ստեղ, ամեն ինչ կա, բայց փորձվի հեծանվորդի մի հատ սիգնալ տուր, բայց փորձվի այդ հեծանիվային այդ ուղիով մի հատ ակը մի քիչ անցնի այս կողմը, փորձվի մի հատ։ Հա դրանց հետո հեծանիվ քշեք, իհարկե, խրախուսեք, որ երեխաները հեծանիվով գնան դպրոց, բա չէ, հավայի, գիտեք, եթե, չգիտեմ, ոնց ասենք, դա մեր բրենդն է, այդ հավայի բառը ես չգիտեմ ոնց թարգմանեմ հայերեն իրականում, որ տենց ուղղակի դատարկ, էլի դատարկ, սին, էլ ինչ բառ ասեմ, դա մեր բրենդն է, որ ուղղակի նորաձև է սա կրթությունն է նոր, լուրջ եք ասում, կրթությունը, տեսել եք ձեր կրթական համակարգը, ձեր կրթական համակարգի ուռոդներին տեսել եք այդ պուճուր երեխեքին, որ siz գողագան դասատուի հետ խոսում են, տեսել, ես դասատուների բադենց չի, որ ես բանեմ տենց, իմ դասատուներին հիշում եմ, առաջին ուսուցիչը, ռոմանտիկա նամակներ էի գրում, չէ, բացարձակ։ Ես էլ եմ խուժան լակոտ եմ եղել, 3 հատ դպրոց եմ փոխել հազիվ, հերս զամինիստր չլեր, առատ ես ինստիտուտ կընտրող էի։ Ես էլ եմ տենց եղել, բայց ներքուստ բոսյակ չեմ եղել, ըմբոստ եմ եղել, այո, ըմբոստ եմ եղել, բայց ես ռաբիս չեմ եղել, գողական չեմ եղել, հավայի սրաննրան կպնել պանյատ եկով խոսող, բայց բոզի տղա չեմ եղել, իսկ դուք բոզի տղեք եք մեծացնում, հասկանում եք, դուք տենց մեծացնում եք, տենց սերունդ եք մեծացնում, որև դուք դες տենց եք պահում, որև դա նորմալ է, գողագանը նորաձև է, մի ասեք, որ բանը քրեական ենթամշակույթի դեմ պիտի պայքար չեք կարա, դուք ինչ կարա, դու կարա,
Դու քրեական ենթամշակույթ դեմ պայքար եք, տեղով քրեական մշակույթ եք սաղդ, պրտոմ քրեական մշակույթի են ֆուցն մասը, կներեք այդ բարի համար, եթե քրեական խոսենք, տես պտի խոսենք, այդ մասն եք դու քրեականի։ Հիշում եք, այդքան բան ժողովուրդ ջան, կնոպկեն գտնենք գնանք ատել ինքը գործ ունենք ընկել եմ աղբերերը քրեական մրեական բաներ ենք խոսում ուր է կնոպկեն